Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համենայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր օգոստոսի 16-ն է 2026 թվական։ Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են. Հայաստանի արտգործնախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիևում մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարություններին։ Միջոցառումների շրջանակներում Վահան Կոստանյանը կարճատև զրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիայի հետ։ Ուկրաինայի նախագահի և արտգործնախարարի հետ զրույցների ընթացքում Վահան Կոստանյանը նրանց փոխանցել Հայաստանի բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները տոնակատարության առթիվ և ընդգծել մայրավանքի պատմական ու հոգևոր նշանակությունը, այդ թվում հայ-ուկրաինական դարավոր պատմամշակութային կապերի համատեքստում։ Ընդգծելով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան քաղաքական շփումներն ու տնտեսական փոխգործակցության դրական դինամիկան, զրուցակիցները կարևորել են Հայաստան-Ուկրաինայի երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակության ապահովումը։ Պետք է հաշվի առնել, որ սա շատ կարևոր է այս հանդիպումը, մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի կողմից նախաձեռնություն այն էլ հետևողականորեն, որ Հայաստանի հետ հարաբերությունները լավացնեն, այն դեպքում, որ օբյեկտիվորեն հասկանում ենք, որ Ուկրաինան Հայաստանի աջակցության կարիքը չունի, այդ Հայաստանը ունի Ուկրաինայի աջակցության կարիքը, որովհետև Ուկրաինայի թիկունքում հավաքական արևմուտքն է, և ինքը ցույց է տվել, որ 5-րդ տարնակրվումը Հայաստանի դաշնակից Ռուսաստանի հետ և տեսնում եք իրավիճակը, և շատ կարևոր է, որ Ուկրաինայի հետ կապված Հայաստանի իշխանությունները քայլերը լինեն ծրագրային, նպատակային, հեռանկարային, հետևողական, ոչ թե ուղղակի Ռուսաստանի ինադու, այ դուք հիմա ինձ շնորհավորեցիք, տեսաք Զելենսկին շնորհավորեց, այ դուք հիմա սանկցիա կիրառեցիք մեր ապրանքը Ուկրաինան ընդունեց, այ դուք հիմա ձեզ լավ չեք պահում, տեսեք իրանք մեզ ոնց են ընդունում։ Հետո էլ կանգնի Նիկոլ Փաշինյանը ոնց որ ասեց, դե ԵԱՏՄ-ն էլ, Եվրամիությունն էլ կօգտագործենք, հետո կտեսնենք, կարող է երրորդ ուղով ենք գնում, չի լինում տենց բան։ Այսինքն պետք է այն ինչ որ քայլ անում ես, ոչ թե դա լինի ի հեճուկս Ռուսաստանի, այլ հազիվ իրական քայլեր եք անում, հազիվ ճիշտ քայլեր եք անում, այդ ուղղությամբ հետևողական շարունակել և չփորձել թռչկոտել այստեղ այնտեղ, և չմոռանաք պատերազմի մեջ գտնվող Զելենսկին, որի նկատմամբ այդպիսի հարձակողական քաղաքականություն տարավ Դոնալդ Տրամպը և Ջեյ Դի Վենսը փոխնախագահ, սա երբեք պետք չի մոռանալ, և փորձում են ուղղակի կոտրեն, և այն պարագայում, երբ որ ինքը մեծապես կախված էր Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունից, անգամ այդ ժամանակ ինքը չկոտրվեց և համառորեն ցույց տվեց, որ ես պետք է ոչ միայն պաշտպանեց բովանդակային առումով իր պետության շահերը, այլ անգամ ձևի առումով ասեց, եթե ինձ ասում ես ինչի փողկապով ու կոստյումով չես, ես հենց էսպես պետք է լինեմ, ոնց որ պետք է լինեմ։ Հաջորդ հանդիպումը արդեն Վատիկանում այն տեսքով էր, արժանապատիվ հանդիպում էր, երբ որ Դոնալդ Տրամպը հանդիպեց Վոլոդիմիր Զելենսկու հետ, անգամ սենց անհարգալից մի կողմ մղեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որովհետև Մակրոնն ուզում էր ցույց տալ, որ Զելենսկու թիկունքին կանգնած եմ, բայց քանի որ Տրամպին պետք էր հարաբերությունը բարելավել, ուզեցավ ասի, մենք մեր հարաբերությունները երկուսով կկարգավորենք, միջնորդի կարիք չունենք, և արդեն հաջորդ հանդիպումը Օվալ ձև գրասենյակում լրիվ այլ որակի էր Ամերիկայի նախագահի և Ուկրաինայի նախագահի միջև, այնպես որ նույնիսկ եթե միջոցառման ժամանակ սենց հպանցիկ, այսպես ասած արարողակարգային հանդիպում է լինում Հայաստանի փոխարտգործնախարարի պաշտոնակատարի և Ուկրաինայի նախագահի միջև, պետք է ուղղակի բավական լուրջ վերաբերվել դրան և հասկանալ, որ իր հետ կատակներ պետք չի անել, ովքեր փորձել են, արդյունքը տեսել են, էլի։ Այնպես որ կարծում եմ, որ եթե սա ի վերջո վերջապես բերոնք դարձի են եկել, դրանից լավ բան էլ ինչ, որովհետև պատերազմը գնում է,
Հայաստանը ասել է, որ ես ուկրաինական պատերազմում որևէ կոնֆլիկտի կողմից չեմ, ակնհայտ։ Ասել է, թեկուզ շատ զգուշավոր ճանաչում եմ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչպես մյուսների, այսինքն Ղրիմը համարում եմ Ուկրաինայի տարածք։ Խորհրդանշական հումանիտար օգնություն էլ ցույց է տվել, որ ընդեղ էլ բարձր գնահատել են։ Այնպես որ այս պարագայում Ռուսաստանը եթե ասում է դու գնալու տեղ չունես կամ էլ թե մտածում է որ դու 100% պետք է էքսկլյուզիվ հարաբերություն ունես Ռուսաստանի հետ, բայց հարցարանում ինչու պետք է ինքնիշխան Հայաստանը տենց էքսկլյուզիվ հարաբերություն ունա մի պետության հետ։ Եվ եթե այդ առիթով Եվրոպան ձեռք մեկնեց քաղաքական որոշում կայացրեց, Եվրամիության անդամ չի Ուկրաինան, բայց պակաս ակտիվությամբ ինքը չփորձեց այնպես անի, որ հայկական ապրանքը ստանան ուկրաինական շուկայում։ Իսկ դա ընդամենը մի էպիզոդ էր, բայց շատ ավելի կարևոր է քաղաքական շփումների մակարդակը, որ եթե հանդիպում է ալնում արտգործնախարարի մակարդակով, հանդիպում է ալնում պարլամենտի մակարդակով, Ռադայի, նաև երկրի առաջի դեմքի Վոլոդիմիր Զելենսկու մակարդակով։ Հիմա անցնենք տեսնենք ինչ է կատարվում։ Ուկրաինան գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Մոսկվայի մարզի վրա։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Պոդոլսկում գտնվող Վայլդբերեզի պահեստում։ Ինչու է սա նաև կարևորում այն իրավիճակը, որ Ռուսաստանը գիտի, չէ, թե ինչ է նշանակում Վայլդբերեզին հարված հասցնել, թե ինչ ծավալ է ապրանքաշրջանառության անցնում Վայլդբերեզով, թե ինչ վարկեր է տրվել ՎՏԲ-ի կողմից Վայլդբերեզին։ Իսկ ՎՏԲ-ն 74.4%-ը պետական սեփականություն է։ Այդ ամեն ինչը պարբերաբար պետք է հիշել ու հիշեցնել, ինչու, որովհետև Ռուսաստանը չի կարողանում անգամ պետական սեփականությունը պահել։ Նա գիտի, որ հաջորդին խփելու է։ Նա գիտի, որ այս մեկին խփեց, հետո մյուսին խփեց, հետո գալու է էլի այս մեկին խփելու երկրորդ անգամ, երրորդ անգամ, մինչև ուղղակի պարալիզի։ Գիտի, չէ՞ որ այդպես է, բայց կարողանում է դեմ առնի, կարողանում է պահի, չի կարողանում։ Ու այս երկիրն է, որ ասում է, ես չեմ կարողանում իմ քաղաքացուն պահեմ, ես չեմ կարողանում իմ սեփականությունը պահեմ, բայց ես պետք է Հայաստանը պահեմ։ Ինչու համար։ Հայաստանը անկախ պետություն չի։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ օգոստոսի 15-ի երեկոյից դեպի Մոսկվա եւ Մոսկվայի մարզ էին թռչում մոտ 600 անօդաչու թռչող սարքեր։ Մկադի շրջանում բեկորների ընկնելու հետևանքով տուժել է 3 մարդ, նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն, անօդաչու թռչող սարքերի եւ դրանց բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Այսինքն 600 դրոն։ Այս սրա մասին ենք խոսում, որ այս ինտենսիվությամբ, որ Ուկրաինան արձակում է, դրա դեմը առնել է շատ բարդ է։ Եվ շատ դեպքերում ուղղակի անհնարին է բոլորը չեզոքացնել, եւ մանավանդ չեզոքացնելու դեպքում ծախսերը համեմատելի չեն դրոնի գնի եւ այդ հարված հակաօդային պաշտպանության համակարգերի։ Բայց բացի դրանից 600-ը նայեք, այդ որ ասում 600-ին խփեցինք եւ այդ խփածներն ընկավ, անընդհատ իրանք հաշվում են քանիսին են խփել, բա քանիսն են անցել։ Այսինքն դուք ուզում եք ասեք նպատակային կետային հարված հասցնող ուկրաինական դրոնը, դուք օդում խփել եք եկել պատահական Վայլդբերեզի պահեստի վրա անգե։ Բա մի 10 մետր եկում խփեիք, չընկներ պահեստի վրա։ Այսինքն ով է դրան հավատում։ Այսինքն եթե նույնիսկ դուք դա ասում եք, եթե հանկարծ ուկրաինական որևէ դրոն բնակավայրի վրա անգնի եւ խաղաղ մարզովի, դրա մեղավորը դուք եք, որովհետեւ դուք ասում եք մենք օդում խփեցինք, դրոնը բեկորը ընկավ։ Այսինքն իրանք խաղաղ բնակչությանը չէին խփում։ Նույնիսկ ձեր գլուխը գովալու համար Ուկրաինային արդարացնում եք, որ ինքը չի խփել բնակելի շենքերի վրա, այդ բեկորներն անգե։ Այն այնքը որ խփում է, լավ էլ խփում է Վայլդբերեզին, լավ էլ խփում է նավթավերամշակման գործարաններին։ Եվ դուք նայեք, որ ուղղակի սա ցույց է տալի Ռուսաստանի վիճակը այս հարցում։
Իսկ հիմա նայենք, որովհետև Ուկրաինան առաջին անգամ բրիտանական երկու ընկերության արտադրության դրոններ է կիրառել Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար։ Իրականացված հարվածների թիրախում են հայտնվել օբյեկտներ Վոլգոգրադում և Յարոսլավլում։ Սա մենք տեսել ենք, որ տարբեր որակի, տարբեր բնութագրի դրոններ արտադրում է Ուկրաինան և ինքն է արտադրում և համատեղ ձեռնարկություններով են դա արտադրում եվրոպական երկրների, անգամ մի մասն էլ նրանց է տալիս իրանց կարիքների համար, բայց նաև բրիտանական բավական որակով ու արդյունավետ դրոններ երկու ընկերությունների արտադրելու ստանալու պարագայում իրանք շատ լավ, շատ որակով օգտագործում են։ Էնպես չի, որ Ռուսաստանը ծանր հարվածներ չի հասցնում Ուկրաինային, հասցնում է էներգետիկ համակարգին էլ է հասցնում, բայց միևնույնն է, չի կարողանում մարտական ոգին կոտրի, նաև մարդիկ կան, որ ինձ գրում են, ասում են, այնտեղ խոսում են, որ զոռով տանում են կռիվ Ուկրաինայում, դուք տեղյակ եք այդ մասին, դուք ինչու այդ մասին չեք խոսում, միայն Ռուսաստանին եք ասում, որ բռնում են պայմանագիր են կնքում տանում են, հարգելիներս, իհարկե կարող է շատերը պատերազմին չցանկանան մասնակցել, այդ միշտ է եղել, երբ չի եղել, որ ինչի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դեզերտիր չի եղել, դա ինչ ասելու բան է, բայց իր երկիրը պատերազմի մեջ է, մի մասը կամավոր է գնում, մի մասը պարտավոր է գնա իր հայրենիքը պահի, ինչի մասին է խոսքը, ամեն ինչ էլ կարող է լինել, բայց ուշադրություն, այն համախմբվածության մակարդակը 5-րդ տարում կռվելու, եթե ժողովուրդը այդ համախմբվածության մակարդակը չունենար, իշխանությունը ոնց էր պարտադրելու, որ կռվեին, ներսում հենց անկայունություն կստեղծեին, որ պատերազմը կավարտվեր, հիմա դուք չեք տեսնում, որ Ռուսաստանում օգնում են Ուկրաինային, օգնում են, որպեսզի Ուկրաինայի հարվածների դեպքում Ռուսաստանում ասեն, մեր ինչին է պետք է պատերազմը։ Անգամ Ռուսաստանի իշխանություններն են խոստովանում, անգամ Լավրովը, ասում է, գիտեք, ինչքան է շատացել են արձագանքերը տեղերից, որ ասում են, պետք է այս պատերազմը դադարեցնել։ Բա մենք ինչպես դադարեցնենք, մեր հայրերի արածը ուրանանք նացիզմի ու ֆաշիզմի դեմ պայքարում։ Խի նացիզմի ու ֆաշիզմի դեմ որ պայքարում եք, ձեր հայրերը ուկրաինացիների դեմ էին կռվում, թե ուկրաինացիներն էին կռվում ձեր հետ միասին նացիստների ու ֆաշիստների դեմ։ Ու այն աշճանները նրանց արժանիքը գնահատվում, որ նրանք ՄԱԿ-ի հիմնադիր անդամ էին։ Դա ամեն անգամ դուք պետք է հիշեք, որ աշխարհի հզորները համաձայնվել էին դրան։ Աշխարհի հզորները իրանց արժանիքը ճանաչելով, իրանց վերագրելով հաղթանակը, ասել են ինչ եք խոսում, Ուկրաինան ու Բելարուսի արածը անուրանալի է։ Բա դուք երկրորդ համաշխարհային պատերազմից եք խոսում, բայց չեք ուզում տեսնեք իրականում ոնց է եղել։ Դուք ուկրաինացիների դեմ եք կռվել, պապերը, հիմա էլ ուզում եք դուք ուկրաինացիներին հաղթեք, թե իրանք են ձեր դեմքը փրկել, ձեր կողքը կանգնել ու կռվել։ Հիմա տեսեք, Ուկրաինան միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը, որը վերաբերում է Ուկրաինայի դեմ ռուսաստանյան ագրեսիային, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանի զինված խմբավորումներին Իրանի տրամադրված ռազմական աջակցությանն է։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Ուկրաինայից բացի պատժամիջոցների վերաբերյալ որոշմանը միացել են Ալբանիան, Բոսնիան և Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Նորվեգիան։ Հիմա սա էլ հասկանանք, այսինչ երկրներ են, որոնք միացել են Եվրամիության պատժամիջոցներին ընդդեմ Իրանի։ Եվ նաև Ուկրաինան է միացել։ Նախ Ուկրաինայի միանալը որակապես ինչ է նշանակում։ Եթե հիշողությունս չի դավաճանում, հուլիսի 25-ն էր, որ Կասպից ծովում ուկրաինացիները խփեցին իրանական նավը։ Եվ այդ ժամանակ իրանցիներն ասեցին, որ պատասխանը չի ուշանա։ Ես ասեցի, որ դա խորը թյուրիմացության մեջ են, իրանք պատասխան չեն տալու։
համոզելու են անգամ Ուկրաինային բերեք դեմքներս փրկելու համար մի հատ միտեղ խփենք, որ գոնե ասենք տեսեք մենք պատասխան տվեցինք, բայց դա կլինի կատաստրոֆիկ սխալ Իրանի կողմից Ուկրաինային հարվածել, որովհետև Ուկրաինային հարվածելու դեպքում նախ շատ դաժան պատասխան էին ստանալու Ուկրաինայից, երկրորդ առիթը օգտագործելու էր Եվրոպան մտներ պատերազմի մեջ կանգնելով Ուկրաինայի թիկունքին։ Տեղից էլ ինքը կուզենա հարաբերությունը հարթի Դոնալդ Տրամփի հետ, բայց չուզում կոտրվի, հազիվ առիթ է, որ դա օգտագործի, ասի քո խաթեր չեն կանում Ուկրաինայի խաթեր։ Այդ այնպես չի, որ մի քանի անգամ եմ այդ թեմային անդրադարձել, ինչքան Իրանը կոշտ ձևով ասել է խփելու եմ Պարզել են, որ իրանք դիտավորել են մեր նավին խփել, ես ասել եմ ժողովուրդ ջան, չի անելու, ուղղակի ուզում է դեմքը փրկի։ Եվ ինչպես տեսնում եք, քանի օր է անցել, եթե դա ամսի 25-ին էր, հեսա 20 օրից ավել անցել է եւ պատասխան չի, մեկ էլ փորձեցին ասեն, բաներեղություն խնդրեցին, տենց է չգտան ով է խնդրել, թեև հա Սիբիգան զանգել էր, բայց ներողություն չէր խնդրել։ Բայց ինչպես տեսնում եք, եթե Ուկրաինան տենց վախեցած լներ Իրանի հարվածներից, այդ են չէր միանում պատժամիջոցների։ Ինքը Եվրամիության անդամ չի։ Այսինքն սա ցույց է տալիս, որ Իրանը որևէ պարագայում հասկանում է, որ Ուկրաինային հարված տալը հղի է անկանխատեսելի հետևանքով։ Անկեղծ ասած, ինձ համար խիստ կանխատեսելի հետևանքով, իրանց համար անկանխատեսելի։ Եվ այնպես չի, որ ես հիմա եմ կատեգորիկ ասում, որովհետև չեն խփել։ Կատեգորիկ ասել եմ հենց այն օրը, որ Իրանը հոխորտալով ասեց, տեսեք ոնց են խփելու, ասի լավ էլի ժողովուրդ ջան, դուք խփողը չեք էլի։ Ամերիկան կարող է, Տրամփը ասում է, դուք էլ Ամերիկային պատասխանում եք, մենք էլ հավատում ենք ձեր պատասխանի այդ ուժգնությանը, բայց թույլ տվեք չհավատալ, որ Ուկրաինայի հետ կապված բախտներ հետ կփորձեք, որովհետև խնդիր եք ունենալու։ Ու բացատրեցի ինչ խնդիր։ Բայց հիմա մենակ հարցը Ուկրաինան չի։ Այստեղ էլ հասկանանք բացառանք ինչ երկրներ են։ Եթե խոսում ենք Ալբանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Մոլդովա, Չեռնագորիա, Հյուսիսային Մակեդոնիա, սրանք երկրներ են, որոնք Եվրամիության անդամության թեկնածուներ են։ Այսինքն իրանք պատրաստ են Եվրամիության քաղաքականությանը մասնակից լինել։ Իհարկե էլի թեկնածու երկրներ կան, որոնք չեն միացել, բայց բոլորը չեն թեկնածու երկիր, Իսլանդիան, Լիխտենշտայնը եւ Նորվեգիան թեկնածու երկրներ չեն։ Իսլանդիայի հետ կապված ժամանակին ինքը ցանկանում էր դառնա Եվրամիության անդամ, բայց հետո սառեցրեցին այդ թեման, չնայած իրանք եվրոպական տնտեսական տիրույթի անդամ են, որը ավելի տարողունակ է, քան անգամ մաքսային միությունը։ Որտեղ եթե մաքսային միությունը ընդհանրապես անմաքս ապրանքների ազատ տեղաշարժի մասին է, այս տնտեսական տիրույթի մասին երբ որ խոսում ենք, նաև դեռ հասկացվում է նաև կապիտալի հետ կապված, ազատ տեղաշարժերի աշխատուժի հետ կապված եւ որոշակի այլ խնդիրների, այսինքն նրանք այդ ավելի տարողունակ միության անդամ է Իսլանդիան, թեպետ ինքը Շենգենի անդամ է, Եվրոյի անդամ է եւ այլ եւ այլ։ Այսինքն բայց հա իհարկե այս վերջերս իրանք լեղապատար ցանկանում էին դառնալ Եվրամիության անդամ, այն էլ հասկացան, որ Դոնալդ Տրամփը վրիպել է, արդեն մի քիչ խիչները սիրտները տեղն ընկավ, որտեղ Դոնալդ Տրամփը որ Գրենլանդիային ասում էր, «Էսա վերցնելու եմ, էսա գրավելու եմ», դե Գրենլանդիան որպես կղզի, հա, մեծ էլ կղզի է, դե կղզին էլ անգլերեն Iceland-ն է, ինքն էլ ասեց ես հենց հիմա գնալու եմ ու գրավելու եմ Iceland-ը, այս Իսլանդիան էլ լեղապատար եղավ, ասում եմ, այս կարող է այս մարդը, որ ընդհանրապես աշխարհագրությունից էլ լավ չի, պատմությունից էլ, սա կարող է ճամփա անգի գա մեր երկիրը գրավի։ Դրա համար խառնված իրար ասեց, մենք հիմա որոշել ենք մտնենք Եվրամիություն։ Մեկ էլ ասին, չէ, ժողովուրդ ջան, ինքը Գրենլանդիանի նկատի ուներ, համաձայնվեցին։ Նույնը վերաբերում է Լիխտենշտայնին, նա էլ այդ եվրոպական տնտեսական համագործակցության անդամ, նաև էլի Եվրոյի գոտի, էլի Շենգենի գոտի, Նորվեգիայի պարագայում մի քիչ ուրիշ է, նա էլ է իհարկե այդ գոտիների անդամ, բայց Նորվեգիան երկու անգամ հանրակրվե է անցկացել, երկու անգամ էլ մարդիկ չեն համաձայնվել, որ ինքը դառնա Եվրամիության անդամ։ Բայց ինչպես տեսնում եք, ոչ միայն թեկնածու պետությունները, այլ անգամ պետություններ, որոնք անգամ թեկնածու էլ չեն, բայց եվրոպական ընտանիքի հետ լայնորեն ինտեգրված են, Եվրամիությունը ինչ որոշում կայացնում է, իրանք դրան միանում են։ Այսինքն սա դուք նայեք ավելին է, քան Եվրամիությունը։
Ավելին է, քան եվրոպական քաղաքականությունը, որը որ վարվում է, էլ չեմ խոսում, որ եթե այստեղ Մեծ Բրիտանիայի անունը չկա, Մեծ Բրիտանիան շատ հարցերում շատ ավելի ակտիվ է ինտեգրված Եվրամիության ծրագրերի մեջ, քան անգամ շատ եվրոպական պետություններ։ Հիմա ուղղակի սա էլ դուք տեսեք, որ Եվրոպայի որակը այսպիսի մակարդակով են իրանք որոշում կայացնում։ Այս երկրները պարտավորվել են իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանեցնել Եվրամիության խորհրդի որոշմանը։ Պարտավորվել են։ Նորից ասեմ, որ երեքը ընդհանրապես թեկնածուել չեն։ Եթե թեկնածուների հարցում կարող է ասեն, դե լավ, դե արել են, որպեսի ճանապարհ հարթելուց խոչընդոտներ չլինի, այն երկուսին դա պետք է որ երեքին դա պետք է որ չվերաբերվեր։ Ինչպես տեսնում եք, պատրաստակամ այդ արել են։ Բացի դրանից, եթե մյուս թեկնածուները չեն միացել, նշանակում է վախենալու խնդիր չէր, սանկցիայի խնդիր չէր։ Եվրոպական միությունն ընդունում է ի գիտություն այս պարտավորությունը եւ ողջունում այն, ասվում է Կալասի հայտարարության մեջ։ Այո, հենց պարտավորություն են ստանձնել։ Հուլիսի 29-ին Կալասը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին կոչ էր արել դադարեցնել Ռուսաստանի ռազմական աջակցությունը, հեռախոսազրույցի ընթացքում նա ընդգծել էր, որ Թեհրանի մատակարարումները Մոսկվային օգնում են ռուսաստանյան բանակին շարունակել հարձակումները եւ հանգեցնում են Ուկրաինայի խաղաղ բնակիչների մահվան։ Ինչպես տեսակ, այսինքն Իրանը պետք է հասկանա, որ այս պարագայում Ուկրաինան ցույց է տալիս, որ ընկեր, եթե դու փորձես Ռուսաստանին օգնես, անգամ ձեր համար այդ փակ ծով ու լիճը, այսպես ասած, Կասպիսը, մտածում եք, որ դուք ձերոնցով ընդեղ այդ հարցերը լուծեք, Իրանը Ռուսաստանին տա, ով պետք է դեմն առնի, կարող ասկի չնկատեն, չիմանան էլ։ Ինչպես տեսնում եք, նկատում են, իմանում են, խփում են։ Ու շարունակում է սանկցիա կիրառել միանալ։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզի Թրամփը Հորմուզի նեղուցի վերաբերյալ անվերջ սպառնալիքները շարունակելու փոխարեն պետք է անհանգստանա սեփական անվտանգության համար։ Կարող են առաջանալ այնպիսի հանգամանքներ, որոնց դեպքում հենց Թրամփը անվտանգության նկատառումներով ստիպված կլինի թաքնվել մթերք տեղափոխող բեռնատարում։ Իհարկե, եթե քո երկրի հոգևոր առաջնորդին կամ լուրջ գեներալներին վերացրել են, երկրից հնչի, որ մենք էլ կարանք ձեր ղեկավարին վերացնենք, դες առանձնապես արտառոց բան չէ։ Բայց երբ որ դա ասում է Պաշտոնյան, պետք է ասեմ, որ ինչքան էլ դուք հոխորտում եք Ամերիկային, որ կանեք պատասխանը կստանաք, համենայն դեպս համարում եմ Էբրահիմ Ազիզիի կողմից անզգույշ արտահայտություն, որովհետև երբ որ Իսրայելը Թրամփին ասել էր, իսկ Թրամփը իր առողջության ու կյանքի վրա դողացող մարդ է, մի քիչ էլ իրան հեշտ է խաբել, էլի հերոծանր է տանը, որ խաբվում է։ Երբ որ ներկայացել էր, որ այդ տեսեք Իրանը ցանկանում է քեզ վերացնի, Ամերիկայի հատուկ ծառայությունները պարզաբանեցին, որ դա ընդհանրեն ասել է պատերազմի մեջ ներքաշելու համար, իրականում նման բան չկա։ Բայց երբ որ պաշտոնատար անձը ասում է, որ կարող է դու թաքնվես մթերքի տեղափոխող բեռնատարում, այսինքն քեզ ֆիզիկապես կոչնչացնենք, այդ ամենայն դեպս անզգույշ արտահայտություն է։ Այսինքն ահաբեկչությունը չի նայվելու նորմալ։ Եվ նրանք, ովքեր անգամ ինչ-որ միտեղ Իրանի հետ կապված մտածում են ճիշտ է անում, ինքը ինքնապաշտպանության իրավունք ունի, այնուամենայնիվ ահաբեկչական գործողություն որևէ երկրի նախագահի նկատմամբ, նույնիսկ եթե քո նկատմամբ պատերազմական գործողության ժամանակ եղել, համենայն դեպս դու դրանով բարեկամներ չես ստեղծի կամ շահես։ Այդ ամեն դեպքում իմ կարծիքն է, որ այս կարգի արտահայտություն կոնկրետ Ամերիկայի նախագահի հասցեին պետք է չանեն։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը պատասխան հարվածներ կհասցնի ցանկացած ուղղությամբ ի պատասխան իսրայելցի զինծառայողների վրա իրականացված հարձակումների։ Իսրայելը վճռականորեն կպաշտպանի իր զինծառայողներին եւ քաղաքացիներին։ Սա խոսքը վերաբերվում է Լիբանանի հետ կապված հարվածներին, Լիբանանից դուրս գալու մտադրություն Իսրայելը չունի, ասում են տարածքները, որը վերցրել են որպես անվտանգության գոտի պահում են, անկախ նայած ինչ ուզում է պայմանավորվի
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Իրանի հետ համաձայնության գան, որպես նախապայման էլ Իրանը դրել է Լիբանանի հարցը եւ նրանք էդ էլ համաձայնվել ստորագրեն, դա կապ չունի, ես ընդեղից դուրս չեմ գալու, այդ անվտանգության գոտին պահելու եմ եւ քանի որ պահում են լարվածությունը կա, իրանք խփում են, նրանք խփում են։ Այսինքն դա նշանակում է, որ ամեն դեպքում այդ գիծը Իսրայել կացը տակ է պահում, ոչ միայն Իրանի հետ կապված, որ հանկարծ Ամերիկան համաձայնության չգա, այլ նաև Լիբանանի հետ կապված։ Այն ինչ որ վերցրել է իմն է։ Իսկ կյանքը ցույց է տվել, որ ինչ որ վերցրել է սկսած 6-օրյա պատերազմից 67 թվականի գրեթե ոչ մի բան հետ չի տվել։ Իհարկե որոշ ժամանակ հանուն խաղաղության հասնելու երկու անգամ եղել է նման հարց, երբ որ պայմանավորվածություն ձեռք բերեց Իսրայել, Եգիպտոս խաղաղության պայմանագիրը 78 թվականին փաստաթղթերը ստորագրեցին ուշագրեր հետո 79-ին պայմանագիրը այդ ժամանակ Սինայի թերակղզու վրա վերահսկողությունը Իսրայելը վերադարձրեց հանուն խաղաղության եւ մեկ էլ Օսլոյի համաձայնագրով էլ Յասեր Արաֆատի հետ Պաղեստինի ազատագրական շարժման ղեկավարը որ պայմանավորվեցին, ասեց համաձայն եմ ճանաչենք ավտոնոմիան ինքնավարությունը Պաղեստինի եւ վերահսկողությունը նաեւ Գազայի վերադարձնենք, այդ էլ ա եղել հանուն խաղաղության, բայց միևնույնն է ինքը մեծ դժվարությամբ է հրաժարվում այն տարածքներից, որը վերցնում է։ Պատահական չի, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշումով 14.1 էր Իսրայելի տարածքը, հիմա 22.1 է մոտավորապես։ Այսինքն ամեն հաջորդ պատերազմի ժամանակ մի քիչ առաջ է եկել։ Հիմա դե արդարացումը, որ այնտեղ վտանգ է ներկայացնում Հեզբոլլահի հետ պայքարը, դա բնական է։ Դա նաև արդարացնում է տարածքից դուրս չգալը։ Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Ամիր Հաթամին հայտարարել է, որ յուրաքանչյուր սպանված կամ գերի վերցված ամերիկացի զինծառայողի համար նախատեսում է $3000 պարգևավճար։ Սա էլ կարծում եմ էլի անզգույշ հայտարարություն է, մինչև այսօր, ասենք Իրանը փորձել է պատասխան հռետորաբանությամբ տեղը դնի Ամերիկային, իսկ Ամերիկան խաղաղության չի կարողանում գնա, բայց խրախուսես քո զինվորականներին ամերիկացի զինծառայող սպանես կամ գերի վերցնես, ես քեզ փող եմ տալիս, դա էլ համենայն դեպս լավ արձագանք չի ունենալու նաև շատ երկրների մոտ, որոնք որ օբյեկտիվորեն գտնում էին, որ այս սանձազերծած պատերազմը իրանց պատերազմը չի եւ իրանք չեն մտել պատերազմի մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, ինչքան ուզում է երեսով է տվել Թրամփը, ինչքան ուզում է հորդորել է, ինչքան ուզել է համոզել, ասել են ոչ, սկսել է տակից դուրս արի, մենք որևէ պարտավորվածություն չունենք, բայց այս կարգի հայտարարությունները, այն ինչ որ իրանք ասում են խփեք պատասխան կստանաք, այս կանեք մենք եք խփենք, Փասայից խփել են մենք եք խփենք, այդ լրիվ ուրիշ որակի է։ Այս երկու արտահայտությունը մի օրվա մեջ որակապես տարբերվում է։ Մի քիչ ոգևորվել են իրանց այսօրվա հնարավորություններով։ Համենայն դեպս դա չեմ կարծում, որ խելամիտ հայտարարություն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադրություն չունի Թուրքիայի նիշայերը ընդունելու։ Եվրամիությանը միանալը մեր առաջնահերթությունը չէ։ Եվ հենց Եվրոպան է կրում Թուրքիային չմիանալու հիմնական հարվածը, ասել է Էրդողանը։ Հիմա հասկանանք ինչի մասին է խոսքը։ Եվրամիությունը հազիվ էր ստեղծվել, դեռ այն ժամանակվա Քարացխի եւ Պողպատի միությունից եւ ատոմային միությունից եւ այլեւա 3 միությունները միավորվել է 93 թվականին, 95 թվականից սկսած արդեն Թուրքիան իրան կոտորում է, որ դառնա Եվրամիության անդամ։ Ու դեռ չմոռանանք, որ մացային միության անդամ է։ Այսինքն առևտրի խնդիր չունի Եվրամիության հետ, բայց Եվրամիությունը միայն տնտեսական տիրույթ չի։ Դա քաղաքակրթական տիրույթ է, որ ասում է, թե դուք քաղաքակրթական մակարդակով, ժողովրդավարության մակարդակով չհամապատասխանես, դու տուն թողելու բան չես։ Սա նաև եթե Եվրոպան մշտապես Թուրքիային իր տեղը ցույց է տալիս, պետք է հասկանալ, որ Հայաստանում ինչ որ մարդիկ որ այդքան ոգևորված ցանկանում են ճանապարհներն ու սրտերը բացեն Թուրքիայի առաջ, մի հատ հասկանան, որ 450 միլիոն բնակիչ ունեցող Եվրոպան, բավական լուրջ տնտեսություն, բավական լուրջ ռազմական կարողություն ու հզորություն ունեցող Եվրոպան, որ անգամ Թուրքիայի կարիքը ունի, Թուրքիայի առաջ իր տարածքը չի բացում։
Այդ ուղղակի հասկանանք, բայց հիմա մի քանի փուլերով անընդհատ Թուրքիան ցանկացել է 95 թվականից հետո 2005 թվականին, հետո արդեն երբ որ եղավ ներքին խնդիրներ, հեղաշրջման փորձեր, որոշակի լարում տարբեր մարդկանց բանտարկել եւ այլ, արդյունքում ստացվեց այնպես, որ այդ տեխնացուի կարգավիճակը, որ Թուրքիան ունի, այդ տեխնացուի կարգավիճակով բանակցությունները ուղղակի սառեցվեցին։ Երբ Թուրքիան անընդհատ ասել է, որ մենք քանի տարի է դիմում ենք Եվրամիության անդամ դառնալու, բայց իրանք մեզ չեն ընդառաջում եւ այլ, անընդհատ բողոքել է դրա համար։ Անընդհատ շանտաժ է արել։ Շանտաժ արել, որ ասել է, թե չեք ուզում ես լինեմ Եվրամիության արևելյան երկիր, էսա գնամ Սունի թուրքական պետությունները հավաքեմ, դառնամ սունիների առաջնորդ եւ դառնամ իրանց ամենաարևմտյան պետությունը ձեր քթի տակ, այն էլ լինելով ՆԱՏՕ-ի անդամ։ Բոլոր շանտաժներն ու սպառնալիքներն ու հորդորները Թուրքիան հնչեցրել է։ Եվ նույնիսկ երբ որ ինքը այսօր ասում է, որ մտադրություն չունի Թուրքիայի իր շարքերը ընդունելու, Եվրամիությանը միանալը մեր առաջնահերթությունը չէ, եւ հենց Եվրոպան է կրում Թուրքիային չունի հիմնական հարվածը։ Այսինքն դուք տեսնում եք, որ սա նեղացվածությունն է, որ եթե ինձ չեք ուզում հեչել ուզեք, դե որ տենց է ես էլ չեմ ուզում։ Չէ, դու խնդրում ես, ոչ թե չես ուզում, այդ գիտենք, որ դա այդպես է, նույնիսկ մի քանի անգամ վերջերս էլ, երբ որ անգամ Դոնալդ Թրամփը Եվրոպայի հետ հարաբերությունները մի քիչ լարված էր, անընդհատ ասում էր, որ իմ մասնակցությամբ Եվրոպայի կշիռնել կավելանա անվտանգային հարցերում առանց Թուրքիա դուք խնդիր եք ունենալու, որովհետև ՆԱՏՕ-ի այս տարածաշրջանի ամենահզոր բանակն ունենալով իմացեք ինչքան կարևոր է իմ մասնակցությունը։ Չնայած թուրքական բանակն էլ առանձնապես չի կռվել, մենք չգիտենք, թե թուրքական բանակը այդ անունը, որ գրած է զորքերի քանակով էլ շատ բաներով էլ հավելագրումներ արած, դե իրանք էլ նես փողուտերուց ոչինչ էլի, նենց բան չասենք, որ ապացուցելու խնդիր չառաջանա, որոշակի ինֆորմացիա էլ ունենք, այսինքն այսօր իրականում մարտունակ բանակ ունի Ուկրաինան, որը կռվում է եւ ցույց է տալիս, ինչպես են զենքերն օգտագործում, ինչպես են տիրապետում, բանակը ինչպես է կռվում։ Ավելի պարզ ինչ եք ուզում տեսնեք։ Թուրքիայի բանակը համենայն դեպս շատ հարցերում նման է անունը իրա, մոտարապես այնքան, ինչքան ռուսականն ասում էր, որ կռվեն գիտեք ինչ ենք անելու, հա, մենք գիտենք ինչ ենք անելու, կյանքը ցույց տվեց, որ ուրիշներն էլ իմացան։ Այսինքն այնուամենայնիվ Թուրքիան իր մտքից չի հանել դա, Թուրքիան նաև իր մտքից չի հանել, որ ինքը կարող է լինել կենտրոնը սունի պետությունների հոգևոր առաջնորդ, բայց ոչ միայն Դոնալդ Թրամփի ցանկությունը դեռ առաջի պաշտոնավարման ու դրանք պատահական բաներ չեն, դրա համար պարբերաբար հիշեցնում եմ, որ գնաց Սաուդյան Արաբիա, ասեց չհասկացանք, մեկան ձեր մոտ, Մեդինան ձեր մոտ, մահմեդականների սրբավայր, ինչ է Թուրքիան իրան կոտորում, որ ինքը լինի լիդեր, ձեր ի՞նչն է պակաս, փողը չունեք, հնարավորությունը չունեք, տարածքը չունեք, ինչը չունեք, հոգևոր կենտրոններն է ձեր մոտ, ինչ եք թույլ տալիս, որ այսինքն Թուրքիային չհաջողվեց, որ ինքը այդ դրոշը վերցնի իր ձեռքը, եւ նաեւ այս վերջի հայտարարությունը, որ ստեղծում ենք իսլամական ՆԱՏՕ, Պակիստան, Սաուդյան Արաբիա եւ Թուրքիա, դա էլ ցույց տվեց, որ իրանք համաձայնվեցին, որպես կենտրոն ճանաչեն Սաուդյան Արաբիան, այն էլ Մեքքայում, հոգևոր կենտրոնում, որպեսի հասկանան, որ այո, Թուրքիան հասկացավ, որ ինքը չի կարող լիդերություն ստանձնել, որևէ ձևով դա չի աշխատելու։ Մանավանդ միջուկային տերությունն է Պակիստանը, իսկ Պակիստանին ոչ միայն ֆինանսավորել էր միջուկային ռումբ ստեղծելու Սաուդյան Արաբիան, ամբողջ աշխարհում աշխատանքեր տարել, որ չմեկուսացնեին Պակիստանին։ Եվ նաև փորձում էր բացատրել, որ Ժորժ ջան, դա հակակշիռ է, այնտեղ Հնդկաստան կա, ախր նա ունի եւ այլ հազարով մի հարցեր կա։ Մի խոսքով նրան հաջողվեց դա անել, այսինքն այդ նախաձեռնությունը, որ ինքը լիներ սունիների առաջնորդը, դա ուղղակի անդառնալիորեն հասկացավ, որ չստացվեց, դա Սաուդյան Արաբիան ավելի կարևոր դերակատարություն ունի այդ հարցում։ Բայց մեկը Թուրքիայի դերակատարությունը այս միության մեջ, այսպես ասած ՆԱՏՕ մահմեդական ՆԱՏՕ, իսլամական ՆԱՏՕ, ինչպես ասում են, այդ հարցում իր կշիռը մեծանում է եւ եթե նոր երկրներ ցանկանան միանան դա նույնպես խնդիր է առաջացնում։ Հիմա նաեւ մի երկու հարցի էլ անդրադառնամ, օրինակ տեսեք,
շատ է լինում, երբ որ ասում ենք, որ այս բանը ինչու Նիկոլ Փաշինյանը չի անում, այս մեկը չի անում եւ այլ եւ այլ։ Որոշ ժամանակ հետո մեկ էլ տեսնում եք ինքը վերանայում է եւ սկսում է այդ բաներն անել, երբ որ ասում ենք տեսակ արեց, ասում են, այ ուրեմն ճիշտ ժամանակին արե։ Այ որ դուք ասում եք, ուրեմն պետք է գար ժամանակը։ Ինքը ամենաինֆորմացվածն է, մեզանից ավելի լավ գիտի, ինչ անի ու երբ անի։ Ոչ ժողովուրդ ջան, խորը թյուրիմացության մեջ եք։ Դուք պարզապես չեք ուզում ուղեղները ծանրաբեռնել, մտածել, ձեզ պետք է ասել ինչ որ մեկը նստած է, որը գիտի, որովհետև ինքը ավելի ինֆորմացված է։ Քանի անգամ ա եղել, որ կյանքը ցույց է տվել ինքը իր ասածը տրամագծորեն փոխելա եւ քանի անգամ ա եղել ինքը կայնել հայտարարելա, որ գիտեք, նախկինում այս խնդրեմը ունեինք, պետականություն պետք է կորցնեինք, հազիվ էս եղավ, փակուղու մեջ էինք եւ այլ, ներկայացրել թե ինչ խնդիրներ, որը ժամանակին ձեզ ներկայացրել ենք ու ասել ենք հարգելիներս, սա է վիճակը, իմացեք այս հարցերը։ Այսինքն ինչ է նշանակում Եթե այդպես նշանակում է դուք ասում եք, որ նա ով առաջի դեմքա պետության ղեկավարն է, ուրեմն նա բոլորիցս լավ գիտի, որտեղ ինքն է ամենալավ ինֆորմացված, ինչ կարիք կա քննադատել կամ ուղղություն ցույց տալ, խորհուրդ տալ, թե այսպես անել, այդ դեպքում նշանակում է դուք նույն հաջողությամբ գտնում եք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանին էլ ես պետք չքննադատեի, որտեղ նրանք էլ այդ ինֆորմացիան ունեին, որտեղ իրանք էլ առաջի դեմքն էին։ Բայց դա ինձ չի կաշկանդել, որ ասեմ, որ դուք այս բանը չեք հասկանում։ Շատ ավելի վատ, որ 100% ինֆորմացիայի պայմաններում չեք հասկանում ինչա կատարվում, երբ որ մենք ունենում ենք 1% ինֆորմացիա, 99% վերլուծություն, կյանքը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ենք։ Եվ ինձ երբեք չի կաշկանդել, որ անգամ ամբողջ աշխարհի հատուկ ծառայություններն ու առաջի դեմքերն ասել են, ուկրաինական պատերազմը 3 օրում կավարտվի, ես ասել եմ այդ պատերազմը սխալվում եք, չի ավարտվելու այդպես, սառացնցուղ եմ ուզում պահեմ ձեր գլխին, չի լինելու դա։ Ինձ չի կաշկանդել, որ աշխարհի ամենաազդեցիկ մարդը կարծիքը հայտնում, հետո ինչ որ հայտնում է։ Ես էլ ունեմ իմ ուղեղը, իմ վերլուծությունը եւ ասել եմ համաձայն չեմ։ Ամեն օր չկա տենց օր, եթե ես տեսնեմ մի շատ հեղինակավոր ու բարձր պաշտոնյա մի հատ քայլ արե կամ մի հատ հայտարարություն, ասեմ հոп, ընկեր ջան, տենց չի, մի քիչ ձեր վրա աշխատեք։ Այս պատմական փաստը աղավաղել ես, այս հարցը ասել ես անտրամաբանական է, այս հարցը ասել ես սխալ է։ Այդ ինչի բոլորին կարելի է ասել, չի կարելի ասել Հայաստանի վարչապետին, ինչը ամենահզորը ինքն է, երևի։ Այն դեպքում, երբ որ դուք տեսել եք, թե իր հայտարարությունները ոնց են փոխվել ժամանակի ընթացքում, դա նշանակում է, որ ինքը ունենալով ինֆորմացիա, ինքը չի հասկացել ինչ անի այդ ինֆորմացիայի հետ։ Եթե դուք լսել եք իրան, լսել եք ինձ, համեմատել եք, կյանքը ցույց է տվել, թե ինչ է կատարվել, դա այնստո շարունակում եք ասել, ինքը բոլորիցս լավ գիտի, չէ ժողովուրդ ջան, ուղղակի դուք սխալվում եք, առնվազն սխալվում եք։ Եվ դա այն չի, որ դուք դրանով օգնում եք Փաշինյանը, բացարձակապես Փաշինյանը ձեր օգնության կարիքը հաստատ չունի, նա իշխանությանը նստած է, այդ ինչ պետք է անեք, որ մի հատ էլ իրան օգնեք, պահ։ Եվ մյուսն էլ էլի հերթական անգամ, այս էլ ուրիշ տեղ հարցազրույցից հետ կապված, էլի մեկը հերթական անգամ վրդովված ինձ մեղադրում է, թե ինչ են քննադատում Ռուսաստանի իշխանություններին ու Պուտինին, հերիք չեղավ, դրա պատճառով այնտեղ ապրող մեր հայրենակիցները խնդիրներ են ունենում, այս ծեծված թեման, որ պարբերաբար ասում են։ Հարգելիներս, այո, մեր հայրենակիցներն ապրում են Ռուսաստանում, մարդիկ հարմարվել են, ապրում են, իրանց երեխաները սովորում են, աշխատում են, լավ տեղավորվել են, տնավորվել են, ապրում են, դա իրանց հայրենիքն է, իրանց երկիրն է, պատմական հայրենիքը Հայաստանն է, բայց իրանք քաղաքացի են, աշխատանք ունեն, ապրում են։ Մենք հարգանքով ու ըմբռնումով ենք մոտենում դրան, բայց եւ միևնույն ժամանակ ինչ է նշանակում, եթե Հայաստանում Այն էլ ոչ թե պետական մակարդակ, ունից եթե պետականով ելներ, որևէ հրապարակային գործիչ քննադատում է Ռուսաստանի իշխանություններին, նրանք իրանց հարկատու իրանց քաղաքացուն ճնշում են։ Ժորժ ջան, դուք հասկանում եք այդ պետության վիճակը։ Դուք երբևիցե պատկերացնում եք, որ ես ասեմ Դոնալդ Տրամպը այս բանը սենց է անում, Ամերիկայից մեր հայրենակիցներից մեկը գրի ասի, դե լավ էլի ձեր պատճառով մեզ դուրս են անում Ամերիկայից։ Դա ինչքան ծիծաղելի կլինի, չէ՞ ժողովուրդ ջան։ Հավատացնում եմ ձեզ, ես անձամբ շփվում եմ նաև զուլուսների հետ Աֆրիկայի, պիգմեյների հետ, նույնիսկ պիգմեյներն ու զուլուսները չեն ասում, երբ որ դու քննադատում ես աֆրիկյան որևէ ցեղի, կարող է հանկարծ իրանք ճնշեն ստեղի հայերին, որոնք այնտեղ
աշխատում են։ Չի լինի տենց բան մենակ կարա Ռուսաստանում լի, որ ինքը իր քաղաքացուն, իր հարկատուին, իրավունքներ ու պարտականություն ունեցող մարդուն ճնշի, որովհետև իր պատմական հայրենիքում որևէ հրապարակային գործիչ քննադատում է իրանց իշխանությանը։ Ժողովուրդ ջան, ինչ վատ շրջապատ եք ընկել։ Ես ըմբռնումով եմ մոտենում, բայց դուք երբ որ ասում եք, որ մի արեք դա, դուք ինչ եք առաջարկում։ Հայաստանում շատ-շատերն ուզում են, որ Հայաստանը լինի Ռուսաստանի կազմում։ Ու չմոռանանք Սամվել Կարապետյանը մինչև Հայաստանում քաղաքականություն մտնել, քանի հայտարարություն կա, մտեք համացանց, որոնում տվեք եւ գտեք, որընդեղից մի հատ sense լուրջ հայտարարություններ անում, որ մեր կողմից Հայաստանում, երբ որ խոսում են Ռուսաստանի դեմ, այստեղ ապրող Ռուսաստանի հայերի մասին դուք չեք մտածում, քանի նման պաշտոնական հայտարարություն արվել։ Այսինքն ինչ է նշանակում։ Հայաստանում դուք այսօր մենք տեսել ենք ինչ, անգամ Ռուբեն Վարդայանը, որ հիմա բանտում է, չենք ուզում շատ անդրադառնանք այդ թեմայի մարտնեղության մեջ է, բայց եկել մեզ բացատրում էր, հարցազրույց էր տալի, ասում էր, ավելի լավ է գոնե դառնանք Թաթարստանի նման մի հատ նահանգ, ոչ թե մի հատ հետամնաց ռուսական նահանգ, ինչքան շուտ միանանք, գոնե Թաթարստանի կարգավիճակով միանանք։ Դուք չեք լսել դա, Ռոբերտ Քոչարյանը, որ մտածում էր ընդհանուր պետություն, չեք լսել դա, այն գաղտնի ինչ որ փաստաթուղթեր դաշնակների, որ այդքան քննարկումը չեք լսել դա, այսինքն դուք ինչ եք համարում։ Հայաստանը մտնի Ռուսաստանի կազմ, որպես պետություն չլինի, մենակ թե մենք չնեղացնենք Ռուսաստանի իշխանությունների, բա որ մի հատ ամենավատագույն տարբերակն ասեմ ձեզ համար։ Հայաստանը մտել է Ռուսաստանի կազմ եւ Ամերիկայից կամ Բրյուսելից կամ Փարիզից քննադատում են Տրամպի, ներողություն, Պուտինին։ Մեկ էլ իրանք ինչ են անում, մեզ դուս են անում, հա, Հայաստանից։ Ասում են, քանի որ Ամերիկայից քննադատում են Պուտինին, մենք ձեզ ճնշելու ենք դուս անենք, այսինքն նույնիսկ այն, որ դուք ուզում եք, որ Հայաստանը լինի Ռուսաստանի կազմում, էլի դուք մեր անվտանգությունը չեք ապահովում, որովհետև եթե որևէ տեղից որևէ հայ քննադատի Պուտինին, դուք պատրաստ եք ընդունեք, որ նրանք ճիշտ է, մեզ տիստեից դուրս անեն։ Այ դրա համար ենք պայքարում մեր ինքնիշխանության համար ու պայքարում ենք մեր պետության համար, շատ դաժան պայքար ենք մղում ոչ միայն դրսի ազդակների ու նրանց մեդիաների դեմ, այլև Հայաստանի մեջ գտնվող մարդկանց, ովքեր առավոտից իրիկու ցանկանում են մեզ լրացնել, ժողովուրդ ջան, չի ստացվելու։ Քանի ձայներս չի կտրվել օբյեկտիվորեն առողջական պատճառով, ուրիշ ձևի այս ձայնը չեն կարող կտրել։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։